Նախագահական նստավայրը պնդում է, թե անմիջապես ընթացք է տվել Բաղրամյան 26-ից ամիսներ շարունակ պատասխան սպասող որդեկորույս մայրերի նամակին։ Ազատության հարցմանի պատասխան նախագահականը հայտնում է, թե անցած նոյեմբերին սպանված զինվորների ծնողներից ստացած նամակից հետո վերահսկողական ծառայությունում կանանց ընդունել են, զինվորական դատախազն էլ հանդիպել է Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ։ Իսկ մտադիր է արդյոք բանակի գերագույն գլխավոր հրամանատարը որդեկորույս մայրերի խնդրանքը կատարել եւ հանդիպել նրանց։ Ազատության հարցին պաշտոնական գրությունը հստակ չի պատասխանել։ Սևազգեստ մայրերին նախագահականի այս գրությունն էլ ավելի զայրացրեց։ Ուրեմն մենք հայտարարում ենք, որ ձեզ Ազատության ռադիոկայանին պատասխանել են լկտի սուտ ձևով, որ նման բան չի եղել։ Տարիներ շարունակ որդիների նկարներով բողոքի ակցիաներ անցկացնող եւ արդար դատաքննություն պահանջող կանայք կարծում են, նախագահի աշխատակազմը ազատությանն ուղղված պատասխան նամակում փորձում է խեղաթյուրել իրականությունն այնպես, ինչպես անցած տարիներին խեղաթյուրվել են որդիների մահվան գործերը, այդպես էլ չտալով իրենց հուզող հարցի պատասխանը, ով եւ ինչու է սպանել զինվորներին։ Եթե իմ անուն ազգանունը ընդեղ ընդունելության գրանցման մեջ կգտնեն, մյուս ծնողներինը կգտնեն, թող հրապարակային թքեն իմ երեսին, հրապարակային ասեն, ես ծնողը սուտ է ասում։ Թե մի ամիս ու կես առաջ ես դիմել եմ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, ընդունելություն եմ պահանջել, որպեսզի ես ասեմ, դուք մարտի 6-ին, անցյալ տարի մարտի 6-ին մեր ծնողներիս ընդունեցիք։ Տիգրան Օհանջանյանի գործով դուք հանձնարարություն տվեցիք զինվորական դատախազին քննչական վարչության պետին։ Մինչև այսօր ես ոչ մի պատասխան, ես չգնամ զինվորական դատախազություն ասեմ, ինչ կա իմ երեխու գործերից։ Մահացած զինվոր Արթուր Ղազարյանի մայրը Իրինա Ղազարյանը ցույց է տալիս ամիսներ առաջ նախագահային ուղղված եւս մեկ նամակ։ Մայրը Սերժ Սարգսյանի ուշադրությունն է հրավիրել որդու մահվան վիճահարույց հանգամանքներին։ Այս նամակը եւս մնացել է անպատասխան։ Մինչև այսօր ես իմ դիմումի պատասխանը չունեմ։ Նույն ես իմ դիմումի ոչ մի պատասխան չկա։ Նախագահին տեղեկացրել եք, որ գործը կարճվեց։ Որ կարճումից հանեն, նոր քննություն կատարեն։ Որդեկորույս մայրերը նախագահին հիշեցնում են 4 տարի առաջ հենց նա նախագահական նստավայրի մոտ ճաղերից այն կողմ հուսադրել էր, որ մահվան գործերը կբացահայտվեն։ Այնպիսի փաստեր կան, որոնց իրավական գնահատական տալու դեպքում այնքան մարդապատասխան տալու քրիորեն, որտեղ հանցագործություն է արել։ Այսօր կառավարության շենքի առջև մոտ 1 ժամ բողոքի ակցիա անցկացնելուց հետո կանայք որոշեցին ազատությանն ուղղված նամակի պատասխանը ձեռքներին կրկին նախագահը կանգնալ տեղեկացնելու, որևէ զինդատախազ իրենց չի հանդիպել։ Նախագահական նստավայրում կրկին նրանց սպասում էր ոստիկանական պատնեշը։ Այս անգամ բախում տեղի չունեցավ։ Մայրերին ընդունեց նախագահականի քաղաքացիների ընդունելության առաջարկությունների, դիմումների եւ բողոքների բաժնի վարիչ Այդա Ասատրյանը։ Ավելի քան կես ժամ տևած հանդիպումից մայրերը դժգոհ մնացին։ Ըստ էության ոչինչ չի պատասխանվել։ Ընդամենը ինքը ասել է, սա է ընդունելությունը, մենք ընդունել ենք ձեզ, դուք ձեր երեխեքի քրեական գործերով դիմումներ եք հղել մեզ, մենք դա բոլորը ուղարկել ենք զինվորական դատախազություն, այնտեղից դուք պատասխաններ չեք ստացել, ոչ զինվորական դատախազությունում, ոչ գլխավոր դատախազությունում, ոչ մեկը մեզ չի ընդունել։ Ինչ եք նման ասում գնացեք Մերի Հարությունյանի մոտ։ Անցած հունիսին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպումից հետո Սևազգեստ կանայք որոշեցին իրենց բողոքի ակցիաները կառավարության շենքի առջևից տեղափոխել նախագահական նստավայր։ Վարչապետը լսել էր մայրերին ու հորդորել դիմել հենց Սերժ Սարգսյանին, ընդգծելով միայն գերագույն գլխավոր հրամանատարը կարող է լուծում տալ նրանց հարցերին։ Սերժ Սարգսյանին ուղղված նամակներն ու նախագահականի մոտ կազմակերպվող բողոքի ցույցերը սակայն ըստ որդեկորույս մայրերի այդպես էլ որևէ արդյունք չեն տվել։